Տոնական օրերին քամուշ գնության ու առատ ձյան պայմաններում է աշխատել Շիրակի մարզում փրկարար ծառայությունը։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել վերջիններս։ Արդյունքում գրանցվել է 46 դեպք։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Էդվարդ Սարոյանը նշում է, որ տոնական հերթապահությունը իր համար նորություն չէ, գրեթե 3 տասնամյակ ծառայության ընթացքում նա բազմիցս ամանորը դիմավորել է աշխատանքի վայրում։ Ես 27 տարվա ընթացքում կարելի կլինի, որ այս դեկտեմբերի 31-ին այստեղ բազում տարիներ են եղել։ Չեմ կարող հասցնել, որովհետև 27 տարի ես արդեն ծառայում եմ համակարգում, ընտանիքի անդամները սովորեն, որ շատ հնարավոր է, որ ես դեկտեմբերի 31-ին տանը չլինեմ։ Տոնական օրերին Շիրակի մարզում փրկարար ծառայության բոլոր ջոկատները աշխատել են 24 ժամյա ուժեղացված ռեժիմով, անձնակազմի եւ տեխնիկայի պակաս չի եղել, սակայն եղանակային պայմանները զգալիորեն ավելացրել են ահազանգերի թիվը։ Ծանրաբեռնվածությունը մեծ մասը ընկել է ամսու հունվարի 1-ի վրա, որովհետև այդ օրը ծնաբուկ էր եւ առատ տեղումներ։ Արգելափակված են եղել բազմաթիվ ավտոմեքենաներ, արգելափակումներից դուրս ենք բերել քաղաքացիների։ Գրանցված 46 դեպքերի մեծ մասը կապված է եղել ճանապարհների արգելափակումների հետ։ Փրկարարները միջամտել են դուրս բերելով արգելափակված ավտոմեքենաներն ու քաղաքացիներին։ Ունեցել ենք 18 արգելափակման դեպքեր, որտեղից դուրս են բերվել 44 մարդ։ Կեսը մեքենաներով են դուրս բերվել, 13 հոգին ասեցի արդեն դուրս են բերվել առանց մեքենաների մնացել են, իրանց տեղափոխել են կապդանք տարածքներ։ Այստեղ մեր վարչությունը մենք ընդունել եւ Աշոտսկի հրշեջ փրկարարական ջոկատում։ Ահազանգեր են ստացվել քաղաքացիներից, ոստիկանությունից, բարեկային ծառայությունից եւ շտապօգնությունից։ Որոշ դեպքերում փրկարարներն ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենաները դժվար անցանելի ճանապարհներով։ Տոնական օրերին արձանագրվել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներ, հրդեհներ եւ շմոլ գազից թունավորման դեպքեր։ Ունեցել ենք շմոլ գազից թունավորում 3 դուժածով, ելի փարկաստու թեթև թունավորումը ծանր չի եղել։ Ունեցել ենք հրդեհի 3 ահազանգ, 3 կանչ, հրդեհի 3 դեպք, որից 2 դուժած, ելի թեթև ծխարված, ելի ալկոհոլ օգտագործած վիճակում։ Էդվարդ Սարոյանի խոսքով տոնական օրերին աշխատանքը երբեմն բարդանում է նաև զանգերի բնույթից։ Տեն ամանորի 12-ից հետո ավելի շատ զանգերը դժվարանում էին զանգերին արձագանքելը, քանի որ դժվարանում էին ասել որտեղ են գտնվում, ինչ են անում։ Ամփոփելով 2025 թվականը ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը նշում է, որ տարին ունեցել է իր դժվարություններն ու կորուստները, սակայն ծանր հետևանքներից հաջողվել է խուսափել։ Կորուստները 25 թվականին դուք տեղյակ եք, մեր հրշեջ փրկարարներից էլ ունենք կորուստներ։ Այնպես որ դժվարությունները առկա են մեր ծառայության մեջ։ 2026 թվականից համակարգում սպասվում է կարևոր փոփոխություն, փրկարար ծառայության եւ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնները միավորվելու են եւ արտակարգ իրավիճակներում քաղաքացիների համար գործելու է մեկ միասնական հեռախոսահամար։ Այո, արդեն նույն տեղն է լինելու, ծառայությունն նույն տեղն ենք իրականացնելու, մենք եւ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի նախկին արդեն օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները պետք է որ ավելի լավ լինի, քան թե մինչև այժմ։ Սպասվում է, որ միասնական համակարգը կբարձրացնի արձագանքման արագությունն ու արդյունավետությունը, դարձնելով օգնության հասնելը ավելի համակարգված եւ հասանելի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։ Տոնական օրերին բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակն արձանագրել է ավելի քան 400 իրավախախտում, ոչ սթափ վարորդներից մինչև երթևեկություն, ոչ ձմեռային անվադողերով։ Իրավախախտումները շատ են եղել, բարեկային ծառայության աշխատանքն էլ ուժեղացված ծառայությամբ։ 2014 թվականից ի վեր ոստիկանության համակարգում ծառայող Գոր Շահկելդյանը ամանորը անցկացնում է ծառայությամբ։ Վերջին 2 տարիներին էլ որպես բարեկային ծառայող Արմենուհի Կուրղինյանն է տոնական օրերը անցկացնում աշխատանքով։ Երկուսն էլ ընդգծում են, այս տարին իր առանձնահատկություններն ուներ։ Ծառայությունը, անբարենպաստ եղանակային պայմանները, ձյունը, մերկասառույցը եւ տոնական տրամադրությունից բխող անուշադրությունը առավել լարված են դարձրել։ Նշված ժամանակահատվածում Շիրակի մարզի բարեկային ծառայության գումարտակում բացահայտվել է 407 իրավախախտում, ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, եղել է ոչ բարենպաստ ձմեռային պայմաններ, այդ իսկ պատճառով մեր ծառայությունը ավելի
լարված է եղել։ Մեքենաները ավելի դանդաղ են շարժվում, սահում են, մեքենաներ կան, որոնք համապատասխան ուրեմն անվադողերով չեն երթևեկում, ըստ այդմ ճանապարհային ուրեմն պատահարներ են տեղի ունենում։ Դրանց հետ կապված կարգավորումներ են կանում։ Արձանագրելով հայտարարավոր իրավախախտումներ եւ կանխելով հնարավոր դժբախտ դեպքեր, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի խոսքով ծառայության հիմնական նպատակը եղել է ոչ թե տուգանել վարորդներին, այլ կանխել պատահարներն ու դժբախտությունները։ Կոնկրետ հիմնական ուղղություններով ապահովել է ճանապարհային երթևեկության անվտանգությունը եւ քաղաքացիների շարժը, ոչ միայն տրանսպորտային միջոցների, այդ թվում նաեւ հետիոտների անվտանգությունը։ Ծառայությունը կազմակերպվել է զուտ նրա համար, որպեսզի տոնական օրերին մարդիկ կարողանան իրենց տոները կազմակերպեն այնպես, որպեսզի որևէ դժբախտություն չլինի, ուրախությունը տխրության չվերածվի։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը Շիրակի մարզում հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ, իսկ ոչ սեզոնային անվատողերով երթևեկելու համար կազմվել է 17 վարչական արձանագրություն։ Ծառայության մեծ մասն իրականացվել է մայրուղիներում վթարների կանխման նպատակով։ Հիմնական ուշադրությունը տոնական օրերի ընթացքում նաև եղել է ոչ սթափ վարորդների նկատմամբ հունվարի դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 5-ը Շիրակի մարզի պարեկների կողմից հայտնաբերվել է թվով 30 ոչ սթափ տրանսպորտային միջոց վարելու դեպք, որոնց վարորդները բնականաբար ենթարկվել են պատասխանատվությամբ։ Հանդիպել են վարորդներ, որոնք ուրեմն այն չափի են ուրեմն ոչ ստապ վիճակում եղել, որ զրկվել են վարորդական վկայականից։ Եղել են այն մարդիկ, ովքեր համաձայնություն չեն ունեցել, այսինքն հրաժարվել են ստապության զննության ուրեմն անցնելուց, այդ վարորդներն էլ իրենց համապատասխան պատասխանատվության են ենթարկվել։ Լևոն Մարտիրոսյանը խոսելով 2025 թվականին արձանագրված մտահոգություններից առանձնացնում է ճանապարհատրանսպորտային պատահարները։ Դեռևս ունենք խնդիրներ ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված, որ մեր բում նպատակն է, ճակերտներով ասած մեր ցավոտ կողմն է, որ կարողանանք կանխել եւ հիմնական պատճառը կայանում է նրանում, որ վարորդները ոչ հմուտ լինելով եւ փորձում են օգտվելով բարեկի բացակայությունից, ասենք, եթե տվյալ պահին բարեկ չկա, վարորդը իրեն ավելի ազատ ազգում, բայց մենք ոչ թե փորձում ենք ավելի շատ վախի մթնոլորտ ստեղծենք, այլ ավելի շատ բարեկի ներկայությունը վարորդի համար պետքա էլ ավելի զգոնացնող, սթափեցնող լինի, էլի, բայց մեր վարորդներն էլ պետքա հասկանան, որ ինչպես գիտենք, նշված լոզունգը որ իրենց տանը սպասող կա, էլի։ Բարեկային ծառայությունում շարունակվում է նաև ատեստավորման գործընթացը։ 2025 թվականից մեկնարկած փուլային ատեստավորումը ընթացքի մեջ է։ Ատեստավորման արդյունքներից գոհ ենք, չնայած բարեկային ծառայությունը 2025 թվականին է սկսել ատեստավորում անցնել, դեռևս չեն վերջացրել ատեստավորումը, այսինքն որոշ փուլ կա, որ նոր է սկսել ատեստավորումը, փուլ կա, որ արդեն հասել է մասնագիտական ատեստացիա, այսինքն այսպես ասած քննությանը, դեռևս ընթացքի մեջ է։ Նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարները ձևակերպվելու է էլեկտրոնային տարբերակով։ Զուգահեռաբար իրականացվում են մասնագիտական դասընթացներ ճանապարհատրանսպորտային պատահարների արձանագրումների, փաստաթղթավորման եւ երթևեկության անվտանգության կանոնների վերաբերյալ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում գիտության ոլորտի զարգացման 26-ից 30 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի վերաբերյալ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի գերակայություններին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նախ անդրադարձել է գիտության ոլորտի գնահատման չափանիշներին, ընդհանրական ցուցիչներին, հետազոտության և մշակումների համակարգի գործունեության սխեմաներին, այլ ծրագրերի հետ ներդաշնակեցմանը։ Հաջորդիվ մանրամասներ են ներկայացվել ծրագրի տեսլականի և նպատակների, արդյունքային շրջանակի և գիտության ոլորտի գերակայությունների վերաբերյալ։ Ռազմավարության նախագծով նախատեսվում է հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում, վերակազմավորում և առաջխաղացում։ Հանդիպման մասնակիցները քննարկել են գիտական և գիտատեխնիկական մրցունակ համակարգի ձևավորմանն ու հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր։ Վարչապետը կարևորել է գիտական կարողությունների զարգացմանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը և այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի կյանքի կոչումը։
Մենք հույսը դնում ենք մեզ վրա եւ բնականաբար այս համատեքստում կարծում ենք, որ խաղաղությունն այն ճանապարհն է, որը կչեզոքացնի ձեր կողմից նշված ռիսկերը։ Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ունենք միջոցներ, որպեսզի պատերազմական իրավիճակում հանկարծակիի չգանք այն դեպքում, եթե դաշնակիցներն օգնության չհասնեն։ Սուրեն Պապիկյանը նաեւ նշել է, որ 2018-ի համեմատ 2025-ին պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Շատ եմ կարևորում նաև դրա շարունակական փոփոխությունները, մասնավորապես մեր փոփոխությունների բերումով 25 թվականին նախաձեռնած, բայց արդեն 26 թվականին դրանք կդառնան օրենսդրական որոշումներ, ազգային ժողովը կքննարկի, այն է Պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը 5 տարով էր նախկինում եւ 5 տարի ծառայելուց հետո շահառուները կարող էին ստանալ 5 միլիոն դրամ պատվովճար։ Մենք հիմա պայմանագիրը ավելացնում ենք եւս 2 եւ եւս 5 տարով, որի արդյունքում շահառուները կարող են ստանալ 1.5 միլիոն 2 տարվա համար, այն է, այսինքն հանրագումարը 7 եւ 5 տարի ծառայելու պարագայում եւս 5 միլիոն դրամ պատվովճար, այն է 10 տարվա հանրագումարով կստանան 10 միլիոն դրամ պատվովճար։ Սա նպատակ ունի ապահովել ծրագրի շարունակականությունը եւ հիմքը Պաշտպան հայրենիաց ծրագրի ամրացնել, այսպիսով ունենալ մշտական, պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականություն, որը կբխի ժամկետային զինծառայությունից, պարտադիր զինծառայությունից եւ կվերափոխվի պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության։ Վրաստան մեկնողները պետք է առողջության ապահովագրություն ունենան։ Որոշումը ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից։ Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ, ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով կազմված վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից եւ ապահովագրական ծածկույթը պետք է կազմի նվազագույնը 30,000 լարի։ Ապահովագրությունը պետք է գործի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը։ Փաստաթուղթ ունենալու համար մի քանի րոպե է անհրաժեշտ։ Օրինակ, այս ընկերությունից օգտվելիս 6 օրով ապահովագրություն ունենալու համար պետք է 1550 դրամ վճարել։ Ծածկույթը 30,000 եվրո է։ Ինչու է Վրաստանը որոշել նման քայլ կատարել։ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի նախագահի խոսքով, սա առաջին հերթին երկրներին ապահովագրում է ֆինանսական ռիսկերից։ Ցանկացած զբոսաշրջիկ, երբ օտարերկրյա քաղաքացի, երբ տվյալ երկրում է գտնվում, ինքը այսպես ասած ֆինանսական ռիսկ է։ Եթե ինչ-որ դժբախտ պատահար լինի, եթե ինչ-որ մի դեպք տեղի ունենա կամ ծայրահեղ դեպքում բոլորից թող հեռու լինի, մահվան դեպք է գրանցվում, այս պարագայում ծախսերը չեն մնում տվյալի ընդունող երկրի վրա, այլ հենց զբոսաշրջիկի ապահովագրությունն է այդ ծախսերը հոգում։ Նման դեպքեր Եվրամիության անդամ երկրներում բազմաթիվ են եղել, Վրաստանում եւս։ Զբոսաշրջիկը գտնվել է իրենց երկրում եւ ինչ որ դեպք է տեղի ունեցել, սակայն վճարունակ զբոսաշրջիկ չի եղել, այսպես քաշքշուկ է առաջացել, ի վերջո տվյալ երկրի հարկատուներն են այդ ծախսերը հոգում եւ հետեւաբար խնդիր լուծելու համար եկան ամենաճիշտ ճանապարհին իմ կարծիքով երկրի համար եւ ընդունեցին ճանապարհորդական ապահովագրությունը պարտադիր դարձնելու օրենքը։ Ընդունվում են թե վրացական, թե հայկական ընկերությունների ապահովագրությունները, սահմանին էլ ըստ Աղբալյանի տարբեր ընկերություններ արդեն հասցրել են կետեր բացել։ Հայաստանից դեպի Վրաստան ճանապարհորդողները շատ են, թե ամռանը, թե ձմռանը, նշում է տուրիստական ընկերության տնօրենը։ Ապահովագրության մասով կարող ենք ասել, որ ինքը որպես այդպիսին բավականին կարևոր եւ նաև անհրաժեշտ պայման է, որովհետեւ մեծ հաշվով ապահովագրական վճարը մեծ չէ եւ զբոսաշրջիկի վրա այդքան ֆինանսական բեռ չի ավելացնում, սակայն ասված մի առասցե պատահարի դեպքում դու ապահովագրված ես։ Գևորգյանը կարծում է, որ Հայաստանում եւս կարելի է կիրառել որոշումը։ Մենք էլ ունենում ենք դեպքեր, երբ որ կան զբոսաշրջիկներ կամ այցելուներ, ովքեր ունեն որոշակի խնդիրներ կամ տեղի ունեն պատահարներ եւ նրանք հետագայում խնդիրներ ունեն ֆինանսական, որովհետեւ չեն կարողանում վճարեն բուժ հաստատություններում եւ այլն խնդիրներ են լինում մեր զբոսաշրջիկների հետ։ Այդ պատճառով կարծում եմ, որ
որ կգա ժամանակը, որ նաև Հայաստանում դա կլինի պարտադիր։ Իսկ ինչու Հայաստանը չի անցնում այդ համակարգին, Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի նախագահը նշում է. դեռևս չենք հասել զբոսաշրջիկների այն թվին, ինչն ունի Եվրամիությունը կամ նույնիսկ Վրաստանը։ Անհանգստություն կա, որ այսպիսով ծախս կավելացվի զբոսաշրջիկի համար, ինչը նրան հետ կպահի մեր երկիր այցելելուց։ Մյուս կողմից կրկին ունենք խնդիր, երբ զբոսաշրջիկի հետ ինչ-որ բան է տեղի ունենում, եւ մեր բուժհաստատությունները դեռ այսպես սոցիալիստական դրամաբանությամբ են առաջարժվում եւ ծախսերը հոգում են հենց բուժհաստատությունները, այսինքն որևէ մեկին անօգնական անպաշտպան չեն թողնում, բայց այս պարագայում կրկին ստացվում է, որ օտարերկրյա քաղաքացիների ծախսերը հոգում են Հայաստանի հարկատուները։ Աղբալյանի կարծիքով ինչ-որ պահից Հայաստանն էլ նման որոշում պետք է կայացնի, քանի որ զբոսաշրջության վերջնական նպատակը ոչ թե ծախս անելն է, այլ եկամուտ ստանալը։ Իրանում ցույցերը չեն դադարում Իսլամական Հանրապետության տարբեր քաղաքներում, այդ թվում Թեհրանում ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել։ Զոհերի թիվն աճում է, իրավապաշտպանների գնահատմամբ այն կարող է հասնել 650-ի։ Իրանական կողմը զոհերի վերաբերյալ պաշտոնական թվեր դեռ չի հրապարակել։ Երկրի ամբողջ տարածքում ինտերնետ հասանելիությունը դեռ սահմանափակ է։ Զուգահեռ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ իշխանությունները երկխոսություն են սկսել ցուցարարների ներկայացուցիչների հետ։ Նրանց անձամբ հանդիպել են նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվում նախատեսել հաղորդակցության այլընտրանքային միջոցներ եւ եթե հնարավոր է լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։ Տեղեկություններ կան, որ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական աջակցության աշխատակիցները լքել են երկրի տարածքը։ Ֆինլանդիայի նախագահն էլ կոչ է արել Թեհրանին ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։ Ակցիաների մասնակիցներին աջակցություն է հայտնել նաև Փարիզը։ Բերլինից խոստացել են պատժամիջոցներ սահմանել իրանական իշխանության նկատմամբ։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւս հայտարարել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Իրանի դեմ։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նշել էր, որ Սպիտակ տունը եւ ԱՄՆ զինված ուժերը վերլուծում են Իրանում ցուցարարներին աջակցության տարբերակները, չի բացառվում ավիահարվածների հնարավորությունը։ Նա հավելել էր, որ Իրանի ղեկավարությունը դիմել է իրեն բանակցությունների խնդրանքով։ Նաև Վաշինգտոնից հայտարարել են, որ 25%-ի չափով մաքսատուրք կսահմանեն Իրանի հետ առևտուր անող բոլոր երկրների նկատմամբ, թե որ երկրների մասին է խոսքը հստակ չի նշվում։ Ըստ Բլումբերգի, Իսլամական Հանրապետության առևտրային ամենակարևոր գործընկերներից են Հնդկաստանը, Չինաստանը եւ Թուրքիան։ Ցույցերի ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն եւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Շոյգուն դատապարտել է Իրանի ներքին գործերին միջամտելու արտաքին ուժերի փորձերը։ Կողմերը պայմանավորվել են համակարգել անվտանգային ոլորտի հարցերը։ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Խարկովին եւ Օդեսային։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով Խարկովում փոստային բաժանմունքի թիրախավորման հետևանքով 4 մարդ է զոհվել եւս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Օդեսայում հարվածների 2 ալիք է գրանցվել։ Քաղաքի կենտրոնում վնասվել են բնակելի տներ, ինչպես նաեւ հիվանդանոց, մանկապարտեզ, դպրոց։ Հաղորդվում է 5 տուժածի մասին։ Կիևում էլ պայթյուններ են որոտացել, զլմները հաղորդում են հրթիռների եւ ԱԹՍ-ների հարվածների մասին։ Գրանցվել են մատակարարման անջատումներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ այս գիշեր ոչնչացվել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք Ռոստովի, Բելգորոդի, Կուրսկի, Ղրիմի օդային տարածքներում։ Լրատվամիջոցները նշում են, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Տագանրոգին, թիրախավորվել է անօդաչու թռչող սարքերի մասերի արտադրության ձեռնարկություն։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, Միացյալ Նահանգները ցանկանում է ստանալ Գրենլանդիան, քանի որ հակառակ դեպքում այն կարող են գրավել Չինաստանը կամ Ռուսաստանը։ Դա լավ չէ ոչ Միացյալ Նահանգների, ոչ Եվրոպայի, ոչ էլ Գրենլանդիայի համար, լրագրողների հետ զրույցում նշել է Քերոլայն Լևիթը։ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը, քանի որ կղզին ԱՄՆ նախագահի խոսքով չունի սեփական պաշտպանությունը։ Գրենլանդիան պետք է գործարք կնքի, եթե չի ցանկանում, որ Ռուսաստանը կամ Չինաստանը գլուխ բարձրացնեն, շեշտել է նա։ Զուգահեռ ներկայացուցիչների պալատից հանրապետական Ռենդի Ֆայնը ԱՄՆ-ին Գրենլանդիայի միացման մասին օրինագիծ է ներկայացրել։ Ըստ կոնգրեսականի դրա նպատակն է պաշտպանել ԱՄՆ ազգային շահերն Արկտիկայում եւ հակազդել Պեկինից ու Մոսկվայից բխող սպառնալիքներին։ Ավելի վաղ Դանիայի վարչապետը հայտարարել էր, որ Գրենլանդիան ուժով զավթելու ցանկացած քայլ կխաթարի տրանսատլանտյան անվտանգության 80-ամյա կապերը։ Նա նշել էր, որ ՆԱՏՕ-ի մի երկիրը չի կարող հարձակվել դաշինքի մեկ այլ անդամի վրա։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն էլ համոզմունք է հայտնել,
հայտնել, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է առաջնահերթություն դառնա ՆԱՏՕ-ի համար։ Մարկ Ռյուտեի խոսքով եվրոպական մի շարք երկրներ քննարկում են Գրենլանդիայում իրենց ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորությունը, իսկ Դանիայի թագավորությունը, որի մաս է կազմում Գրենլանդիան, մեծացնում է ռազմական ոլորտի ներդրումները։ Նա շեշտել է, Արկտիկայի համար առաջին հերթին վտանգ են ներկայացնում Ռուսաստանը եւ Չինաստանը։ Վենեսուելայի շուրջ իրավիճակի ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների եւ Մեքսիկայի նախագահները։ Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել են անվտանգության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ներդրումների եւ առևտրի հետ կապված հարցեր։ Շատ լավ զրույց ունեցանք նախագահ Թրամփի հետ, ընդգծել ենք, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն առանց խախտելու երկրների ինքնիշխանությունը, շեշտել է Մեքսիկայի նախագահը։ Շեյնբաումը հավելել է, գործակցությունը եւ փոխադարձ հարգանքը միշտ լավ արդյունքներ են տալիս։ Նա նաեւ նշել է, որ Մեքսիկան պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում Միացյալ Նահանգների եւ Կուբայի միջև։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայում գործող նարկոկարտելների դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել։ Նա հույս էր հայտնել այդ հարցում գործակցել երկրի իշխանության հետ։ Հանրապետությունում մեկնարկել է 2026 թվականի ձմեռային զորակոչը։ Հունվարի 12-ին զինվորական ծառայության ճանապարհվեց Սևան համայնքի նորակոչիկների առաջին խումբը։ Սևանցիները մեծ ու փոքր հայոց բանակ էին ճանապարհում իրենց որդիներին, որոնք օրեր անց համալրելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը։ Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, բարի ճանապարհի խոսքերին։ Բարի վերադարձ մենակ, թող իմանամ, որ ստե սպասող ունեն։ Զինվորներին խմախտեմ կապույտ երկինք խաղաղություն լինի, իրանք էլ բարով գնան, բարով գան, Աստծո օրհնությամբ։ Սպասում ենք իրանք խելոք ծառայեն, կանացնեն մեզի։ Ուզում եմ հպարտությամբ ճանապարհել իմ տղային, որպեսզի ինքը զգա հայրենիքի գինը եւ իր ուժերի սահմաններում պահպանի հայրենիքը։ Եվ հպարտությամբ էլ ընդունեմ իմ որդուն։ Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը։ Ավակ ընկերների օրինակին ու պատգամներին հավատարիմ Սևան համայնքի նորակոչիկները գնում են կատարելու իրենց պարտքը հայրենիքին։ Գեղարքունիքի մարզպետ պարոն Սարգսյանի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլոր զորակոչիկներին եւ ծնողներին զորակոչի կապակցությամբ եւ ասեմ հունվարի 8-ին է մեր մարզում սկսվել զորակոչը, սկսվել է Վարդենից եւ Մարտունի համայնքներից, այսօր շարունակվում է Սևան, Գավառ եւ Ճամբարակ համայնքներում եւ կշարունակվի մինչեւ հունվարի 31-ը։ Սևանի զինկոմիսարիատում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից եւ հարակից բնակավայրերից էին, ովքեր անցան բժշկական վերջին զննությունը, իրականացվեցին վերջին փաստաթղթային գործողությունները։ Սևանի զինկոմիսարիատից նորակոչիկները Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, Սևանի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների, իրենց հարազատների, սևանցիների ուղեկցությամբ ավանդույթի համաձայն այցելեցին Սևանի Սրբոց հրեշտակապետած եկեղեցի, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի կողմից կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինսս, Սուրբ Եղեցի անուն քո, եկեսցե արքայություն քո, եղեցին կամ քո, որպես հերկինս և հերկին, հսած մեր անապազով դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեր թողունք մերոց պարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, պահպանիչ և հույս հավատացյալների, Քրիստոս մեր Աստված, պահիր, պահպանիր և օրհնիր քո այստեղ ներկա բոլոր քո հավատացյալ զավակներին և նաև նորակոչիկներին, քո սուրբ խաչի հովալու ներքո խաղաղության մեջ, փրկյա, ազատյա, երևելի և աներևույթ թշնամիներից, արժանավորի, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք քեզ, օր և սուրբ հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ներկաները օրվա արդիվ շնորհավորեցին նորակոչիկներին, խաղաղ եւ ապահով ծառայություն մաղթեցին,
հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները եւ բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։ Ձեզ բարի ծառայություն, ամփոփ ծառայություն, համախմբված ձևով գնում եք իրար հետ, մի ընտանիք պես համախմբված, բարով ծառայեք, վերադառնաք ձեր ընտանիքներին։ Աստված ձեր հետ։ Ձեզ ձեր ընտանիքի անդամներին համբերություն, այս 1.5 տարին թող ձեր համար լինի ասորության եւ խաղաղության տարի։ Բարի ծառայություն։ Այսօր դուք ոտք եք դնելու ձեր կյանքի ամենակարևոր փուլերից մեկը։ Ծառայելու եք հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի Հանրապետության։ Թող որ այն ուղին, այն ճանապարհը, որ անցնելու եք այդ ծառայությունը կատարելիս, լինի հարթ, խաղաղ եւ անվտանգ։ Բարի ծառայություն բոլորիդ։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի եւ Սևանի վետերան ոստիկանների միության կողմից ավանդույթի համաձայն նորակոչիկներին հանձնվեցին նվերներ։ Սևանը բանակ ճանապարհեց իր զավակներին, ճանապարհեց օրհնանքներով ու բարեմաղթանքներով։ Ամենուր հնչում էին բարի ծառայություն մեր նորակոչիկներին, խաղաղ եւ ապահով ծառայողական ուղի իբարս զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։ Հայրենիք անկախ եւ ազատ, հայրենիք իմ մայր հարազատ, զավակներդ հզոր անվեհեր, հսկում են լեռները տալեհեր, որդիները անվախ չաուշի, նշտեհի անդրանիկի, քայլար առաջ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, զինվոր ես դու ու եկել ես բանակ հայկական, քայլար առաջ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, զինվոր ես դու ու եկել ես բանակ հայկական, ոչ թե հասարակ։ Բալկաններ են կոչում, 25-ից 30 հատ այս գետի ափերում են։ Այս վերջերս նկատել եմ, որ գետի մեջ ձկնկուլ է ու իմանում եմ, որ աննը ձկնկուլ է։ Ամենաշատը տեսել մի հատ, ուզում եմ երազանեմ, որ 12 հատ տեսնեմ իրար հետևից։ Ռուսերեն ոնց որ ցապլյա, հա, բայց հայերեն թարգմանությունը ճիշտ ասած այս բան չեմ մտաբերի։ Սլացիկ կազմվածքով սպիտակափետուր այս թռչունները մեծ տառեղներն են, կապանում շատերն են նկատել սիրունատես հյուրերին, զմայլվել, փորձել պարզել իրական անունը, մեր կողմեր այցելելու նպատակը։ Նրանք միշտ տակ գոտիներում են լինում, նրանք հարավից գալիս են հույսից գնում են հարավ, բայց մեր գոտիները, մեր գոտին, սառը գոտ, տակ գոտ է, էլի, դրանք արմարվել են, և ամիջապես սրանք գալիս են գետի կողքը ձուկ որսելու համար։ Ամսի 2-ից ամեն առավոտ վեր եմ գալիս, ըստ թռչների նայում, գալիս եմ նայում, հիանում։ Նոր որ հաշվեցինք մոտորապես մի 20 քանի հատ կա։ Այն վերևներ կա, բանի վրա։ Ներկա, գետի մեջ էլ շատ կա այսօր։ Այսօր շատ է, այսօր։ Շատ սիրուն է այս ներքեմ ոլնում են բադերի հետ։ Երեք օրինակ տեսանք բադերի հետ միասին շատ սիրուն է, ահագին գեղեցիկ էր բադերի հետ։ Վերջին տարիներին Սյունիքի մարզում եւ հատկապես Կապանի շրջաններում նրանց հայտնվելը պատահական չէ։ Բարենպաստ կլիման, գետում առկա սննդային պաշարն այն ամենն է, ինչ հարկավոր է չվող տեսակի այս թռչուններին։ Ձկնկուլ, արագիլ, կռունկ, ինչ թռչունի հետ ասես, որ չեն շփոթել կապանցիները տառեղին։ Սպիտակ մեծ տառեղն է, ջրաճահճային խոշոր թռչուն է համարվում։ Այն տարբերվում է իր սպիտակ փետրավորությամբ, երկար վզով եւ սուր կտուցով եւ մուգ կամ սև ոտքերով։ Հայաստանում հիմնականում հանդիպում են Սևանա լճի ափերին, Արաքսի հովտում եւ արդեն իսկ վերջին տարիներին նկատվում են նաեւ Սյունիքի գետային հատվածներում։ Գետում ապրող բադերի հետ են հասցրել մերվել տառեղները, ընդհանուր հաշվով 3 տասնյակից ավելին են։ Ողջի կենթանական աշխարհը դեռ այսքան բազմազան եւ ներդաշնակ չի եղել։ Թեկուզ իրանք եթե մշտապես էլ չբնակվեն մեր տարածաշրջանում, ամեն դեպքում գոնե տարվա մեջ ինչ-որ հետաքրքիր բան կավելացնեն, էլի Կապանի բնապատկերին, մանավանդ որ գետի այդ ընդհանուր տեսարանները շատ սազում են։
շատ մեծ դեր ունի մեր բնության մեջ, քանի որ այն համարվում է ջրային օրգանիզմների կարևոր ցուցիչներից մեկը եւ նրա պահպանությունը շատ կարևոր է մեր բնության համար։ Կապանի բնապատկերը փոխած եւ շատերին հիացրած տարեղները դեռ մի քանի ամիս կհյուրընկալվեն մեր քաղաքում, սակայն չեն բնադրվի։ Գառնանկեսին սերունդներ տալու համար հետ կչվեն եւ գուցե աշնանն ավելի մեծ ընտանիքով կվերադառնան։ Անիկ Գրիգորյան, Ալեն Ծատերյան, Սյունիք, լուրեր։ Հունվարի 5-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր շրջանառվել, որտեղ մի երիտասարդ ինքնաձիգից օդ կրակոցներ է արձակում։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են երիտասարդի ինքնությունը։ Պարզվել է, որ Վեդի քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը դեկտեմբերի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում իր պապի Վեդիի Արցախի փողոցում գտնվող տամբակում նրա անվամբ հաշվառված Սայգա տեսակի ինքնաձիգից օդ կրակոցներ է արձակել։ Երիտասարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հունվարի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4241 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 112 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստաբ 227 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 245, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համանիշի հետ կապված 60, չամրակապված վարելու 476, առանց մանկական նստատեղի քարսիթի 12, վարելու ընթացքում ծխելու 469, բարելիս հեռախոսից օգտվելու 298, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 19 եւ 1552 այլ իրավախախտում, 166 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 233-ը տեխնիկական զիննություն չանցած, 95-ը լուսարձակների անսարքությամբ, 69 թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 198-ը առանց զմերային անվադողերի, 1 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 63 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11373 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 233 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստաբ 211 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 343, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 9 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համանիշի հետ կապված 72, չամրակապված վարելու 2588, առանց մանկական նստատեղի քարսիթի 112, վարելու ընթացքում ծխելու 369, բարելիս հեռախոսից օգտվելու 415, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 22, արագության գերազանցման 1220 եւ 3484 այլ իրավախախտում։ 341 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1172-ը տեխնիկական զիննություն չանցած, 708-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 12 բեռնատար, 132-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 637-ը առանց զմերային անվադողերի, 30 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 54 անձ։